Բարև ձեզ, Factor TV հյուրը նախկին պատգամավոր եւ քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն է, ողջույն պարոն Ֆարմանյան։ Ինչու եք Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, եկեք այսպես ասենք, մեղադրում Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը աջակցելու մեջ, նա վերջին իր ելույթներում ասում է ամենառեյտինգային ընդդիմադիր գործիչներից է, միակն է, որ Հայաստանը կարող է այս իրավիճակից անել, ունի ճգնաժամային կառավարման փորձ, հետևաբար ինչու նա պետք է չունենա հավակնություն փոխարինել Փաշինյանին, ինչու ոչ, պարոն Ֆարմանյան։ Այ ի սկզբանե ես կցանկանայի, որ հեռուստադիտողները չսխալվեին ամենակարևոր հարցում։ Ծավալվող բանավեճը Ռոբերտ Քոչարյանի ոչ անձի, ոչ կարողությունների եւ ոչ էլ անցյալի գնահատականի մասին է։ Ծավալվող բանավեճի միակ առարկան հետեւյալն է. ինչպես իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Այս հարցը այսօր ով ինչ ուզում ասի, հետաքրքրում է, տանջում է Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությանը, ամենատարբեր պատճառներով։ Հետևաբար հարցը նորից եմ կրկնում, չափազանց պարզ եւ հստակ է, ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ստեղից գանք հաջորդ տրամաբանական հարցադրմանը։ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելով ընտրական գործընթացներին, ինչպես հայտարարվել է, օգնում է հասնել դրված խնդրի լուծմանը, թե ճիշտ հակառակը ոչ միայն չի օգնում, այլ կա վտանգ եւ շոշափելի վտանգ, որ նախ իր անձով քարոզչական նվեր է մատուցում Նիկոլ Փաշինյանին։ Գիտեք, Ռոբերտ, Հայաստանը իսկապես ճակատագրական հանգրվանում է։ Եթե մի քանի տարի առաջ եթերում ձեր հյուրերը, դուք իբրև լրագրող, մեր քաղաքացիները քաղաքական կոռեկտության թելադրանքով կարելի էր շատ բաներ, ակնարկներով խոսել, նույնիսկ չխոսել։ Հիմա մի քանի ամիս անց Հայաստանին սպառնացող հեռանկարը իմ գնահատմամբ այնպիսի աղետալի պոտենցիալ ունի, որ մենք պարտավոր ենք իրար աչքերի մեջ նայելով ասել ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է. Ռոբերտ Քոչարյանի հանդեպ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը ունի բացասական վերաբերմունք։ Մենք չենք գնահատում դա ազնիվ է, անազնիվ է, ճիշտ է, սխալ է, չեմ մտնում այդտեղ, դա անցյալին է վերաբերում։ Իսկ նվեր ո՞նց է Փաշինյանին։ Բացատրեմ, շատ պարզ հանգամանքով։ Առաջին, ընտրություններում սիրելի ժողովուրդ, մարդիկ քվեարկում են երկու մոտիվացիայից ելնելով։ Առաջին մոտիվացիան է, երբ դուք հավանում եք որևէ քաղաքական գործի եւ քվեարկում եք այդ քաղաքական գործի օգտին։ Սա շատ նորմալ է։ Բայց կա նաեւ երկրորդ մոտիվացիան, երբ որ դուք, ես, բոլորս չենք ցանկանում որևէ մեկին եւ մեր ժողովրդական լեզվով ասած ինադու գնում ընտրում ենք մեկ ուրիշին, որ այդ մարդը չլինի։ Հիմա 2018 թվականին եկեք միասին գնանք որևէ գյուղ Հայաստանի, որևէ քաղաք, փողոցներ, համալսարաններ, սոցցանցեր։ Ոնց է Նիկոլ Փաշինյանը եկել իշխանության։ 18 թվականին Նիկոլ Փաշինյանը ապրիլ ամսին, հիմա վաղ ապրիլի 1-ն է, մեծ ժողովրդականություն ուներ, բացարձակ։ Ուղղակի ժողովրդի ճնշող մեծամասնությունը չէր ընդունում հանրապետական կուսակցությանը, չէր ընդունում այդ պահին երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին։ Մենք ես որպես թիմակից պարզ ասում եմ, չէ՞ սա։ Դա էր չէ պատճառը։ Խոսեք գյուղի ամենաչտեղեկացված մարդու հետ, ասում է այդ իրավիճակում ցախավել լիներ իրեն էինք նախընտրելու։ Այսինքն մարդկանց մտքում գործում էր պարզ հակադրություն։ Սերժին կարգախոսը։ Հա, չենք սիրում Ռոբերտին, Ռոբերտի դեմ դուրս ա եկել Սամվելը, ինքնաբերաբար գնում ենք Սամվելի հետ։ Հիմա սպասեք։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նորից եմ կրկնում, մեր հասարակության ճնշող մեծամասնությունը ունի բացասական վերաբերմունք։ Դա
սոցիոլոգիայով է փաստվում, դա ժողովրդի հետ շփումներով է փաստվում։ Հանուն ճշմարտության եկեք արձանագրենք, որ Քոչարյանի, այսպես ասած, որոշ աջակիցներ սխալ մոտիվացիա չվերագրեն իմ խոսքերին, նույնպիսի վերաբերմունք մեր ժողովուրդ ունի Հայաստանի Հանրապետության նախկին երկու այլ նախագահների հանդեպ։ Հետևաբար, սա մեկ, այսինքն եթե Ռոբերտ Քոչյանը, ինչպես 2021 թվականին աղետալի պատերազմից ու կապիտուլյացիայից հետո ժողովուրդը նոյեմբերի 10-ին արթնացել էր, չէր հավատում աչքի տեսածին։ Մի քանի ամիս անց գնաց եւ վերընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Ես բերի 18 թվականի առաջին օրինակը, երկրորդը 21-ին եղավ։ Մեր ժողովուրդը չընդունելով Քոչարյանին, գնաց էլի վերարտադրեց Նիկոլին։ Հիմա կա վտանգ նույն գետը երրորդ անգամ մտնելու։ Եվ ինձ նման մտածող շատ մարդկանց մտահոգությունը շատ պարզ բան է, որ դուք երրորդ անգամ կրկնում եք նույն սխալը, որպեսզի ժողովուրդը, որի ճնշող մեծամասնությունը սոցհարցումներով 70-80%-ը գրեթե կամ ատում է Նիկոլ Փաշինյանին, կամ առնվազն անհաշտ է Նիկոլ Փաշինյանի հետ, զուտ միայն այն պատճառը, որ այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն է, գնա եւ նորից վերընտրի Նիկոլ Փաշինյանին։ Եվ ստեղ առաջանում է տրամաբանական միակ հարցը։ Եղբայր, լավ, սա բոլորին է հասկանալի։ Իսկ դու ինչ ես անում։ Դու ինչ ես ուզում։ Ոնց լուծենք այդ խնդիրը Նիկոլին իշխանությունից հեռացնելու։ Քո ամենաարդյունավետ քայլը որը կլինի, եւ այդտեղից ծնվում է առաջարկը։ Այս ժողովուրդը բնազդով անգամ բոլոր քաղաքական գործիչներին, ձեր տաղավարներում, սոցցանցերում, փողոցներում հասկացնում է մի բան։ Ասում մենք չենք ուզում Նիկոլ Փաշինյանին, բայց ինչ անենք, այլընտրանքը ո՞րն է։ Այլընտրանքը, այսպես ասած, քաղաքական ընդդիմության համախմբումն է, մեկ միասնական բևեռով, մեկ միասնական ճակատով։ Շանսերը լավ չի չափում։ Այսինքն ո՞րն է մոտիվացիան։ Կներեք, այստեղ շատ ճիշտ հարց եք տալիս, շարունակեք։ Այդ տեսեք, հարցը գիտեք ո՞րն է, որ նրանց թիմից ասում են, որ մենք կարող ենք էլի հեռացնել Փաշինյանի Գյումրի երկու սցենարով, տարբեր ճակատներով ընդդիմադիր ուժերը գնում են, Ծառուկյանը, Քոչարյանը, Կարապետյանը եւ քպեց ավելի շատ ձայն են հավաքում եւ Գյումրի երկու սցենար։ Կարծում եք պարոն Քոչյանը ուզում է Նիկոլ Փաշինյանը մնա եւ այդպես միտումնավոր գիտակցելով, որ իրենից մարդիկ վախենում են, սարսափում են եւ այլն, գալիս է էլի քաղաքական դաշտ։ Միգուցե իրենք այլ ծրագիր ունեն, որը այդպես է աշխատի, պարոն Ֆարմանյան։ Միգուցե դուք թերագնահատում եք այդ ֆորմատը, ինչու դա աշխատող չի։ Ռոբերտ, եթե ձեր վկայակոչած սցենարը կյանքի կոչվի, ես ուղիղ եթերում, չգիտեմ, ուղիղ եթերա թե ուղիղ եթեր չի, պատրաստ եմ ներողություն խնդրել եւ Ռոբերտ Քոչյանից եւ որևէ մեկից։ Եթե Գյումրի երկուսը լինի, եթե որևէ սցենարով, ինչպես ինքը պնդում է հիմա, հնարավոր լինի հունիսի 8-ին հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Բայց եթե տեղի ունեցավ հակառակը, որի մասին ես բարձրաձայնում եմ այսօր, որ առաջնորդելով Հայաստան դաշինքը եւ հայեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, ինքը չհաղթարի նախընտրական 8%-անոց շեմը 8%։ Եվ փաստացի ստացվի այնպես, որ այդ ձայները ընդդիմադիր շատ մեծ մի սեգմենտի փաստացի անկախ հայեղափոխական դաշնակցության կամքից իմիջայլոց փոշիանա եւ նաեւ այդ ուժով Նիկոլ Փաշինյանը լեգիտիմորեն վերարտադրվի, դուք իմ փոխարեն ասեք, թե ինչ պետք է անի ինքը եւ ընդհանրապես այդ գիծը առաջ տանող մարդիկ հունիսի 8-ին։ Գյումրի 2 ընդդիմությունը տարբեր ճակատներ, ինչ է ասում Ռոբերտ Քոչյանը, չէ հիմա, չէ, հանուն ճշմարտության ուղիղ չի ասում։ Դուք լսել եք ուղիղ ասի Գյումրի 2։ Չէ, իր թիմակիցներից օրինակ Իշխան Սահաթելյանն ասում եմ մոտավորապես 3-4 խոշոր բլոկ պետք է գնա մոտավորապես հետեւյալը, որ եթե թարգմանենք Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Թաթոյանը նաև մոտավորապես հասկացնում են աչքով ունքով։ Մեր ձայն բերողներն են, ժողովուրդ ջան, կգնան կհավաքեն, հետո մենք էլ կհաղթարենք 8%-ի շեմը կգնանք խորհրդարան, հետո ինչ որտեղից օրինակ Կրեմլից իրանց կասեն, որ դուք պետք է միանաք Քոչյանին, Քոչյանը դառնա վարչապետ։ Ես հիմա պնդում եմ, սա խապկանք է։ Սրա միակ նպատակը գիտակցված Նիկոլ Փաշինյանի եւս մեկ անգամ վերարտադրությանը նպաստելն է։ Ինչի եմ ես հիմա շատ ծանր մեղադրանք է, բայց ինձ հակառակի տեղ չի մնացել։ 21 թվականից հետո
20 թվականի նոյեմբերի 10-ին որտեղ էր Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ։ Այսինքն Քոչարյանը դիտակցված Փաշինյանի 20 թվականի նոյեմբերի 10-ին որտեղ էր Նիկոլ Փաշինյանը։ Չգիտեմ։ Բունկերից ելույթներ էր ունենում, ճիշտ է։ Հավանաբար ինչ որ, այո։ Ինչ որ բունկերից, ՊՆ-ի բունկերից։ 21 թվականին փաստացի, ես արդյունքներով եմ դատում։ Քաղաքական, այսպես ասած, իզգոյացած վիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հակառեյտինգի շնորհիվ մասնակցեց ընտրությունների, լեգիտիմորեն վերարտադրվեց։ 21-26 թվականների ընթացքում Քոչարյանը փաստացի, ես արդյունքներն եմ ասում, իր Հայաստան խմբակցությամբ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում ծառայեց որպես բարի բուն իմաստով սպարինգ պարտնյոր, որի վրա ուժ կիրառելով Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ ոչ միայն վերակենդանացավ, այդ ընթացքում դատարկվեց Արցախը, էթնիկ զտման ենթարկվեցին արցախցիները, մարսվեց ամեն ինչ, եւ հիմա 2026 թվականն է դիմաց ընտրությունները 2.5 ամիս անց տարօրինակ զուգադիպությամբ Նիկոլ Փաշինյանը եղած բոլոր քաղաքական ուժերի մեջ դեռ ունի ամենաբարձր վարկանիշը։ Բայց ես պետք է Հայաստան Դաշինքին պաշտպանեմ ամենևին չլինելով Քոչարյանի ֆանատիկ, ես խնդիր չունեմ։ Նրանք փորձել են, պարոն Ֆարմանյան, այս 4-5 տարիներին հեռացնել Փաշինյանին տարբեր ֆորմատներով։ Փողոցային պայքար, հազար մի բան արել են, բայց չի ստացվել։ Մեղադրել նրանց, որ պահել են։ Դե մեղադրեք այն ժողովրդին, որտեղ փողոցային այն ժողովրդին, որ այդ փողոցային պայքարի լոզունգներին հավատալով եկել է հրապարակ, հետո հիասթափված տուն ա գնաց։ Իհարկե դրա համար 4% ռեյտինգ ունի Քոչարյանի ուժը։ Ուզում եմ ասել, իրենից էլ են հիասթափվել, բայց իրենք էլ ինչ որ բան արել են։ Ես այդ օրինակը մի անգամ բերել եմ, թույլ տվեք կրկնել երկրորդ անգամ։ Պատկերացրեք, մենք ֆուտբոլի թիմով ֆուտբոլ ենք խաղում եւ պարտվում ենք, անվերջ պարտվում ենք։ Եվ երբ որ սկսում ենք մեր մեջ քննարկել Իմիջիալոց սա ներընդդիմադիր բանավեճ է, նորից եմ կրկնում, որի միակ նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, չկա ուրիշ խնդիր։ Պարտվում ենք մի քանի անգամ ֆուտբոլային հանդիպումներում, հետո ասում ենք, եղբայր, պարտվում ենք, ինչ որ բան է պետք փոխել, ինչ որ բան է պետք անել։ Մեկը ասում է, դուք գիտեք, ես խաղի ժամանակ 8 կիլոմետր վազել եմ։ Այն մեկը ասում է, դուք չտեսաք խաղի ժամանակ ես 2 հատ վնասվածք ստացա։ Նորմալ է, գնահատելի է այդ ամեն ինչը, բայց եթե չկա վերջն արդյունք, իսկ դա մեկն է Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին։ Ուրեմն պետք է վերանայել։ Դուք հասկանում եք ինչ է կատարում։ Ռոբերտ, ձեր մեր ծնողների սերունդը գիտես չէ ով է Հովհաննես Բադալյանը։ Լսել եք դուք էլի, չէ երկիչ, կամ Հայրիկ Մուրադյանը։ Եղբայր հիմա Ռոբերտ Քոչյանը եկել է փոխվել են ժամանակները քաղաքականության մեջ ամենակարևոր գործոնը իսկապես ժամանակի փոփոխությունը զգալն է։ Հիմա այդ մարդը եկել է մեր ժողովրդին ասում է դուք պետք է լսեք Հայրիկ Մուրադյան։ Ժողովուրդը դառնում ասում է եղբայր փոխվել են ժամանակները, մենք հիմա չգիտեմ Բրունո Մարս ենք լսում, Թեյլոր Սուիֆտ ենք լսում, Բրյունետ ենք լսում, ասում է չէ դուք պետք է լսեք Հովհաննես Բադալյան։ Ասում է մենք Բրունո Մարս ենք լսում, մենք Բրյունետ ենք լսում, նորից եմ կրկնում։ Ասում է չէ պետք է լսեք, փոխվել են ժամանակները։ Մենք ենք մեր սարերը, փառահեղ ֆիլմ է, չէ, չգիտեմ, Եռանկյունին փառահեղ ֆիլմ է։ Ես իմ ուսանողների հետ աշխատանքում դասախոսական շրջանում այդ էքսպերիմենտը արել եմ։ Նոր սերնդի երիտասարդության ճաշակը ընկալումները այլ են, պետք է համակերպվել է իրականության հետ։ Նրանք Breaking Bad են նայում, նրանք չգիտեմ Game of Thrones են նայում։ Դա չի նշանակում, որ մենք վատն ենք, որ մենք սիրել ենք, մենք ենք մեր սարերը ֆիլմը եւ այլն։ Podcast է անում պարոն Ֆարմանյան։ Նորագույն տեխնոլոգիաներ դրսևորում, բայց ես նրան ուզում եմ։ Ես չեմ ուզում կենսաղայնացնել, պաշտպանել Քոչարյան Ռոբերտին, Ռոբերտը պաշտպանում է Ռոբերտը պաշտպանում է Ռոբերտ Քոչարյան, բայց ինձնից պաշտպանելու կարիք չկա։ Չէ, բայց եկեք տեսեք, մի քիչ այն կողմերն են, պարոն Ֆարմանյան։ Խնդիրը ես չեմ թողնելու, այս բանավեճ ուրիշ տեղ գնա։ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Ես հասկացա, տեսեք, բայց դա եթե նա ձեր խորհրդին հետևի, պարոն Քոչարյանի եւ Միանա Սամվել Կարապետյանին կամ պաշտպանի նրան, դա նշանակելու է մի քանի բան։ Հայաստան Դաշինքի փաստացի չգոյություն, որովհետեւ իրենք սուբյեկտայնությունից զրկվում են եւ այսպես փլուզվում են կամ իրենց քաղաքական ռեսուրսը տալիս են այս ուժին, Քոչարյանի քաղաքական կարիերայի ավարտ, տարալուծում Կարապետյանի ուժի ստվերում եւ Քոչարյանը նաեւ կորցնելու է իր ազդեցությունը քաղաքական դաշտի վրա։ Կարող է դա 4% է, կարող է 25% է, կարող է 1% է, կարող է 12% է, այլն, բայց մարդը չի ունենալու այլևս քաղաքական, այսպես գործիքակազմ։ Իրեն հաշվի չեն առնել, այսինքն ինքը ռեսուրսը նվիրաբերելու է այլ ուժի։
հանուն նրա, որ իշխանափոխություն լինի կամ չլինի, հա, ինքը կարող է չէ հաշվարկել, որ նույնիսկ եթե ես տամ իմ ռեսուրսը այս ուժեղ Հայաստան կուսակցության, դա կարող է իշխանափոխության չբերել եւ մարդը որոշակի սուվերենիտետ ապահովի իր իսկ համար որպես քաղաքական ուժ, գործիչ, գործոն։ Ինչու սա հաշվի չեք առնում։ Սա էլ իմ պաշտպանությունն է։ Ամեն ինչ շատ լավ հաշվի առած է, տեսեք։ Ուզում եմ ասել, կարող է նա այս հաշվարկներով է դրսևորում, պարոն Ֆարմյան։ Գետնի վրա իրականությունն այնպեսին է, որ քաղաքական ընդդիմությունը մեկ ճակատով եւ մեկ ցուցակով մասնակցելու դեպքում, ընդ որում անկախ նրանից այդ համախմբումը ում շուրջ է տեղի ունենում։ Զուգակցված փողոցային ուժեղ գրագետ կազմակերպված պայքարով։ Նիկոլ Փաշինյանը որևէ հնարավորություն չի ունենալու վերընտրվելու։ Ոչ մաքուր ընտրական եղանակով, ոչ ընտրությունների արդյունքները տարբեր մեթոդներով կեղծելու ձևով, այսինքն միացյալ ընդդիմություն, մեկ ցուցակով մասնակցություն, դա նշանակում է Նիկոլ Փաշինյանի հեռացում դեռ մինչև ընտրությունները։ Սա մեկ։ Երկրորդ, բայց Փաշինյանն ասել է նախկինները, տեսեք, իրար գլխի են հավաքվել։ Նիկոլ Փաշինյանին որևէ փաստարկ պետք չի ասելու են, ինչ որ բարի բուն իմաստով նրա, այսպես ասած, մտքին գալիս է։ Երկրորդը, դուք ճանաչում եք Հայաստան դաշինքից կամ նախագահ Քոչարյանը կամ այլ ընդդիմադիր բլոկներից որևէ մեկին, որը կասկածում է հետևյալ պարզ հարցադրման մեջ, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը բարի բուն իմաստով նշանակում է Հայաստանի Հանրապետության գոյությունը դնել կասկածի տակ։ Իրենք են չէ դա ասում, ես համաձայն եմ։ Հիմա եթե կշեռքի նժարին Հայաստանի Հանրապետության գոյության վտանգումն է, Երանի են անձնավորության, ուզում է նախկին նախագահ լինի, ուզում է ՄԱԿ-ի նախկին քարտուղար լինի, գլխավոր, ով ուզում է լինի, եթե իր անձը քաղաքական կապիտալը ձեր ասած զոհողության ենթարկելու գնով կարողանալու է փրկել Հայաստանը նման աղետալի հեռանկարից։ Ինչ քաղաքական կապիտալ, ինչ նվիրել, կշեռքի նժարի Ռոբերտ, մեր պետության գոյության հարցն է։ Նորից եմ կրկնում, Երանի են մարդուն ուզում է նախկին նախագահ լինի, ուզում է, չգիտեմ, Ուինստոն Չերչիլը լինի, որ իր անձը քաղաքական ընդ որում կապիտալը զոհաբերելով կարողանալու է օգնել այդ գերխնդրի լուծմանը։ Հետևաբար նման բոլոր փաստարկները կենցաղային մակարդակի ել ավելի են ծանրացնում մեղադրանքները, որ ոնց որ թե մենք իրականությունը ճիշտ չենք գնահատում։ Մենք իրականությունը ճիշտ չենք գնահատում։ Եվ նորից եմ կրկնում երրորդ անգամ, բանավեճի առարկան ընդամենը մեկ հարց է. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Հաջորդը ձեր վերադառնալով նախորդ հարցին, դուք ասում եք ինչ քարոզչական նվեր է մատուցում։ 8 տարի է անցել, Նիկոլ Փաշինյանը ո՞նց է եկել իշխանության։ Համաժողովրդական, չէ, աջակցությամբ։ Թողնենք մի կողմ, որ ժողովրդի տարբեր սեգմենտներ, տարբեր սպասումներ ունեին, իրար հակասող եւ այլն, եւ այդ սպասումներից մեկը հանուն ճշմարտության ինչ էր, որ Նիկոլ Փաշինյանը թալանը կվերադարձնի, թալանչիները, թալանչիները եւ այլն։ 8 տարի շարունակ նա ոչինչ չի արել, չէ՞, բոլորս գիտենք իրականում։ Քոչարյանից 200 միլիոն են պահանջել։ Թողնենք, պահանջում են, պահանջել են, պահանջելու են։ Ռոբերտ, 8 տարի է անցել, մեր ժողովրդին պետք չի Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունը վերածել է հոգեբուժարանի, կներեք Ռոբերտ Քոչարյանն էլ փորձում է մանկապարտեզի վերածել։ Մեր ժողովուրդը ոչ հոգեբուժարանի բնակիչ է, ոչ էլ մանկապարտեզի երեխաներ են։ Բոլորը ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Թող իրար ձեռք բռնեն Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը առանց թիկնապաների դերվիշի շորեր հակած շրջեն Հայաստանի գյուղերում շփվեն մարդկանց հետ, կտեսնեն, որ մարդիկ ժողովուրդը ամեն շատ լավ հասկացել է, որ այս ամեն ինչը լեգենդա, խապկան կա, եւ փաստացի ժողովուրդը հիասթափվել է Նիկոլ Փաշինյանից, փաստացի։ Ու հիմա ի՞նչ է անում։ Ասում է, Քոչարյանը քարոզչական նվեր է, դեռ նոր է սկսվելու նախընտրական քարոզարշավ։ Էլի գնալու է գյուղերով, օգտագործելու է Քոչարյանի հակավարկանիշ, ասելու է, այս անգամ ժողովուրդ ջան, դուք իրավունք ունեք ինձ մեղադրելու։ Դուք անցյալ անգամ ինձ ինչ էր, պողպատեր, երկատեր այդ մուրճը, պողպատե մուրճ տվիկ, պողպատը ավելի անկայուն մետաղ էր, այս անգամ մենք պահանջելու ենք ձեզ ադամանդե մուրճ տակ, որ թալանը հետ բերենք եւ այլն։ Այսինքն սա
Ռոբերտ, բոլորից հասկանալ ինչի իրար խապեն, երբ որ գիտեք, եթե Հայաստանը կանգնած չլիներ ճակատագրական խնդիրների առաջ, հերթական ընտրություններ լինեին։ Ինչ որտեղ կարելի էր նույնիսկ ապրել հաշտ այդ մտքի հետ, որ ամեն մի քաղաքական գործիչ փորձում է իր թիմային շահերով ինչ-որ բան ստանալ եւ արդյունքում իր տեղը քաղաքական արևի տակ կարող է համոզված է, որ ընդդիմությունը շանս չունի, ինչպես էլ միանա, բաժանվի, կոնսոլիդացիա վրա շանս չունի հաղթելու, ինքը ուզում է մի կտոր ունենալ այս ներքին քաղաքականություն։ Ասում է ինքը տես բան։ Չէ, ինքը այդպեսի բան չի ասում, ես եմ ասում եմ կարող է ինքը գիտի, որ չի լինելու իշխանափոխություն։ Իսկ դուք ինչի եք մտածում, որ ձեր հարցը հիմա ինչ-որ տվիք։ Կիսում են բոլորը, մեզ լսող բոլորը։ Բոլորը մտածում են նույնը, որ եղբայր, այս դասավորությամբ շանս չկա փոխելու։ Չի ստացվում, մի կողմից պարադոքս է, մի կողմից ժողովրդի մեծամասնությունը անհաշտ է Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանը ամեն օր ապացուցում է ժողովրդին, որ ճիշտ է անում ժողովուրդը, որ չի ուզում իր վերարտադրությունը, մյուս կողմից ասում են մենք ձեզ դեմ ենք տալիս այնպիսի դասավորություն, որ դուք տարբերակ չունեք։ Կամ ես կամ Քոչյանը։ Եվ այս խապկանքը քարոզչական, այն մեծ ծուղակն է, որ այս ժողովրդին 2021 թվականից սկսած պահում է այս վիճակում։ Իմ մտահոգությունը մեկ բան է, այս քարոզչական ծուղակը պետք է ջարդվի։ Նիկոլ Փաշինյանը ինչ ուզում է ասի իր վարչական ռեսուրսով, թիկնապաներով, չունի որևէ շանս վերարտադրվելու ժողովրդի կամքով, եթե ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին որպես այլընտրանք տեսնի իրական այլընտրանք այնպիսի դեմքով ում հանդեպ չունի ատելություն, այսքան պարզ բան, այս չի մեր ժողովրդի ուզածը։ Կնեք, դուք ասեցիք ատելություն, բայց արդյոք Սամվել Կարապետյանը եւս մեծ հաշվով մարդկանց պատկերացումներում չի կարող ասոցիացվել նախկին այսպես քաղաքական համակարգի հետ, որին ինքը մերժել է, սա ոչ թե իմ կողմից պնդում է, այլ հարցադրում մի քանի բան բերեմ, դուք պատասխանեք, օրինակ Կարեն Կարապետյան, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարներ ՀԿ խմբակցության երկարամյա, ղեկավարը Սամվել Կարապետյան, Սերժ Սարգսյանի օրոք վերցրեց հեծը բիզնեսները նրա կարծես հեչ վատ չեն զգում իրենց կամ նույն պարոն Կարապետյանն էր ըստ օդում կախված լուրերի հաշտեցնում Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, այսինքն դուք չունեք այսպես մտավախություն, որ նա կարող է ընկալվել որպես էլի նախկին համակարգի ինչ որ նոր դրսևորում կամ չգիտեմ ավելի այսպես իշխանական տրամադրվածության անձին ասում են Ռուսաստանից է ուղարկված այսինքն միգուցե նա էլ այդ կոնսոլիդացիոն ուժը չունենա պարոն Ֆարմեն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը չի ուղարկված Սամվել Կարապետյանն։ Ես հարց եմ տալիս, ես չեմ պնդում։ Ես չգիտեմ պատասխանը, ես հարցը տալիս եմ, դուք պատասխանեք ինչ ուզում եք։ Ակտարկս համարեք պատասխան, բայց տեսեք Իմ գնահատմամբ իրավիճակը այսպիսին է։ Մեր ժողովուրդը հոգնել է Նիկոլ Փաշինյանից։ Ցանկանում է իշխանափոխություն ամեն գնով։ Այդ ճանապարհին ինքը ունի տարբեր հարցեր, տարբեր հասցեներին ուղղված։ Այդ թվում որոշ հարցեր, որոնք նոր դուք շարադրեցիք։ Բայց զգացմունքը, ցանկությունը հեռացնելու Նիկոլ Փաշինյանին շատ ավելի մեծ է, քան հնարավոր բոլոր մտահոգությունները ձեր հետ կապված, մեկ ուրիշ հետ կապված, իմ հետ կապված եւ ժողովրդին իմ գնահատմամբ պետք է ստեղծել հնարավորություն տալու այդ այլընտրանքը համախմբում, ընդ որում որևէ ընդդիմադիր բևեռի շուրջ նորից եմ կրկնում, որի հանդեպ զուտ հասարակական կարծիքի հարցման արդյունքներով չկա մեծ ժողովրդական ատելություն եւ ընդդիմության միասնություն։ Այդ պարագայում մեր ժողովուրդը գնալու է ընտրության, լուծելու մի խնդիր, ոչ թե ինքը նայելու այդուհանդերձ այս բաժակը 7%-ով դատարկա, ինքը նայելու է, որ 93%-ով լիքն է եւ դա բացառիկ շանս է հեռացնելու Նիկոլ Փաշինյանին։ Որ այդպիսի մեծ բևեռը կարող է հեռացնել Փաշինյանին։ Ինչ հաշվարկ է դա։ Կնեք, քան որ եթե Քոչյանը միացավ այդ բևեռին, գիտեք ինչքան պարզ է։ Էլի ասելու են դե Քոչյանի պաշտպանած բևեռը։ Պատասխանս գիտեք ինչքան պարզ է, զուտ ճանաչելով մեր ժողովրդին եւ վստահաբար պնդում եմ տիրապետելով հանրային տրամադրություններին։ Ժողովուրդը այսօր պահանջում է մեկ բան եւ ճիշտ է անում։ Եվ խանգարում։ Ասում է, եթե դուք բոլորդ ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը աղետ է, որ վերարտադրությունը նշանակելու է այն ինչ որ բոլորը գիտեն։ Ինչն է ձեզ խանգարում համախմբվել
Միա ջայլ սիրուն, չգիտեմ, ինչ որ մեկի շուրջ, որտեղ էականներ չի ցուսակի առաջին համարով կլինի, ես ասի միակ չափանիշը որն է, տալ մեզ հնարավորություն գնալու տեղամասեր եւ մերժելու Նիկոլ Փաշինյանին։ Ես էլ եմ կրկնում նույն հարցը։ Եթե նժարին Հայաստանի ճակատագիրն է, գիտեք, ում է հետաքրքիր, որ ես 3 տարի առաջ Ռոբերտին ձեզ նկատի ունեմ, ինչ որ բան եմ ասել կամ դուք Facebook-ում ինչ որ մի բան եք գրել։ Այս բանավեճը մի բանի մասին է, Նիկոլ Փաշինյանի հեռացման եւ հանուն ճշմարտության։ Տեսեք, ընտրությունները հիմա։ Էս էլ խոսենք։ Նիկոլ Փաշինյանի հիմնական, այսպես ասած, ճակերտների մեջ հաղթաթուղթը ո՞րն է։ Ինքը ինչ է անում։ Բոլորս հասկանում ենք իրականությունն ինչ է, բայց ինքը օգտվելով նրանից, որ մեր հասարակության մեծամասնությունը ուղղակի ունի մեծ վտանգ հնարավոր նոր պատերազմից, մեր աղետալի պարտությունից ու կապիտուլյացիայից հետո, ստեղծել է քարոզչական որոշակի նարատիվներ, գնում է ժողովրդի մոտ, ասում է ժողով ջան, ես ձեզ բերում եմ խաղաղություն։ Եթե դուք ուզում եք պատերազմ, խնդրեմ, գնացեք ընտրեք Քոչարյան։ Լավ, սա այս մանկապարտեզի ճշմարտությունը բարդ է հասկանալ։ Թողնում ենք մի կողմ է իրականությունը, որտեղ է, որ Նիկոլ Փաշինյանը որևէ երաշխավորված խաղաղություն ոչ միայն չի կարող բերել, այլ Նիկոլ Փաշինյանը ինքնին պարտության, պատերազմի եւ արյունալի զոհությունների հեղինակն ու խորհրդանիշն է։ Բայց օգտվելու է, չէ՞ Քոչարյանի գործոնից, ասի ժողով ջան, նայեք, ես ասում եմ Արցախյան շարժման էջը փակելու են, եթե դուք չեք ցանկանում փակվի, խնդրեմ գնացեք ընտրեք Քոչարյանին։ Մեր ժողովուրդը ապրում է ինքնության մեջ ճգնաժամ, Ռոբերտ։ Դաժան պարտությունները պատերազմում։ Իրոք շատ դաժան բան է գրել, որ մարդիկ հասկացել են պատերազմում ժողովուրդների կրած դաժան պարտությունները բերում են ինքնության ճգնաժամ։ Մենք առաջինը չենք, ես բերում եմ այդ օրինակը, մի քիչ համադրելի է, տարբերություններ էլ կան, հետ պատերազմյան ճապոնացիներին վարակած թերարժեքության բարտույտի հետ։ Միլիտարիստական Ճապոնիան, թողնենք պատերազմը ծնող պատճառները, դաժանագույն պարտություն կրեց երկրորդ համաշխարհայինում։ Մի քանի տասնամյակ շարունակ ճապոնացի ժողովուրդը խարխափում էր թերարժեքության բարտույտի մեջ, որը շարունակվում է որոշ հարցեր մինչև օրս։ Դա ինչ է թերարժեքության բարտույտը, երբ որ դու դադարում ես հավատալ քո սեփական ուժերին, դու կասկածում ես, դու հաշտվում ես պարտվողականության հետ։ Ահա մեր ժողովուրդը հիմա տարբեր գործոններով, մի կողմից այս սրանց թելադրանքով սոցցանցեր, սմարթֆոններ, մյուս կողմից պատերազմում կրած դաժան պարտության, այսօր ապրում է ինքնության խորագույն ճգնաժամ։ Եվ այդ ճգնաժամի բաղադրիչներից մեկն է, որ այդ ժողովուրդը վախենում է նոր պատերազմից, եւ դա քարոզչական մեծագույն նվեր է Նիկոլ Փաշինյանին։ Լավ, ոնց որ գրել է օծի խելքա պետք հասկանալու համար, որ եթե նա անում է դա վատ նպատակով, ինչի ես գնամ իմ անձով քարոզչական նվեր մատուցեմ, որ ինքը փաստացի էմպիրիկ օրինակ ունենա, ասի եթե ինչ չեք ընտրում նրան ընտրեք։ Բայց Քոչարյանը արժանապատիվ խաղաղություն է խոսում, այնպես չի ասում ես գալիս եմ պատերազմի։ Բայց լավ, Ռոբերտ, դու ուզում ես հիմա մենք տաղավարում ենք, մեզ խափենք, հա։ Ոչ, ես քանի որ դուք կարող եք երկար Չէ, մի րոպե, այսինքն պատկերացրեք 2 ամիս առաջ, հա։ Գնացել են օրինակ քարոզչության որևէ մեր բնակավայրում, գյուղ կամ քաղաք։ Այս ասում է ես դες բերել եմ խաղաղություն, ասում է մի րոպե լա տեղ բութ, ես խոսանում եմ արժանապատիվ հանրության ընկալում ինչ է լինելու։ Ինչի մենք մեզ խափենք հիմա, երբ որ մենք գիտենք իրականությունը։ Ռոբերտ ջան, իմ այս ամբողջ ասացի մտահոգության աղբյուրը մեկ բան է։ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական հնարավոր բոլոր եղանակներով պետք է հեռացվի, որովհետև նա ապացուցել է բարի բուն իմաստով, թե ինչ զուլում է մեր ժողովրդի գլխին։ Եվ այդ ճանապարհին բոլոր այն ընդդիմադիրները, որոնք իսկապես ունեն այդ գերնպատակը, իրանց միայն պատիվ է բերելու սեփական անձը, ամբիցիաները, մենք կործանումից հիկ պակաս ենք, Ռոբերտ ջան։ Եկեք մի հարց էլ որ ամփոփում եք արդեն ժամանակը խնդրեմ, ես վստահ եմ այս հարցազրույցից նաև ձեր գրառումներից հետո ձեզ կմեղադրեն այսպես ընդդիմության գլխավոր ուժերից դեմքերից մեկին վարկաբեկելու հակաքարոզչության մեջ, պարոն Քոչարյան։ Ես ինչով եմ Քոչարյանին վարկաբեկում։ Մարդիկ լինեն ասեն քողարկված Փաշինյանին, այս պաշտպանում ընդդիմությունը պառակտելով եւ այլն կխնդրեմ այսպես մի ոդկ շուտ պատասխանեք այդ հարցադրմանը կամ մեղադրանքներին եւ դրանով ամփոփենք, պարոն Ֆարմանյան։
Հարցադրումը ինքնին այնքան աբսուրդ է, որ նույնիսկ ես դժվարանում եմ գտնել այն։ Ես խաղում եմ այն հավանական տեսությունները, որ կհյուսվեն, այո։ Բանավեճը Նիկոլ Փաշինյանի հեռացման մասին է։ Կրկնում եմ նորից։ Ես ունեմ տեղին մտահոգություն։ Այսօր քանիսն է, մարտի 31-ն է, չէ, 2.5 ամիս է մնացել։ Որ Աստված մի արասե, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես այսօր է։ Նախագահ Քոչյանի առաջնորդությամբ Հայաստան դաշինքը անլուծելի խնդիր է ունենալու հաղթահարել 8%-ի ընտրական շեմը։ Եվ անկախ իրենց կամքից փաստացի փոշիացնելու են ընդդիմադիր այդ շատ մեծ սեգմենտի ձայները, որը փաստացի, դուք հասկանում եք ընտրական մեխանիզմները, ստացվելու է այդ ձայների նվիրաբերում վերարտադրության խնդիր ունեցող Նիկոլ Փաշինյանին։ Երկրորդ, եթե ընդդիմությունը ընտրություններին չի գնում մասնակցելու, մեկ միասնական ճակատ կազմած, որ ժողովրդին տա ուղեր, ժողովուրդ ջան, սև ու սպիտակա, կամ ընտրում եք ընդդիմությանը, կամ ընտրում եք Նիկոլ Փաշինյանին, որի պարագայում Նիկոլ Փաշինյանը վերարտադրության 0% շանս է ունենում, զուգակցված փողոցային ակտիվ պայքարի հետ մինչև ընտրությունները, ապա ցավոք սրտի այսօրվա գետնի վրա արկա իրողությունները մեզ գուժում են Նիկոլ Փաշինյանի հերթական անգամ վերընտրությունը։ Բանավեճի առարկան ընդամենը սա է։ Ես երջանիկ կլինեմ, աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե պարզվի կան հանգամանքներ, որոնց ես չեմ տիրապետում, որոնք դարակներում դրած են եւ դեռ կյանքի են կոչվելու, եւ հունիսի 8-ին մենք արթնանանք իմ այս դաժան, բայց գետնի վրա արկա կանխատեսումը սխալված։ Եկեք պայմանավորվենք հունիսին ձեզ հյուրընկալենք այստեղ, Աստված մի արասե, Ռոբերտ, եթե ամեն ինչ մնում է այնպես, ես դեռ հուսով եմ, որ հնարավոր կլինի շուռ տալ այս ընթացքը։ Բայց եթե ամեն ինչ մնում է այնպես եւ Նիկոլ Փաշինյան նորից վերարտադրվում է, հունիսի 8-ին հայ ժողովուրդը, ցավոք, մենք արթնանալու ենք նույնպիսի զգացումներով, ինչպիսի զգացումներ ունեցել ենք նոյեմբերի 10-ին։ Մենք նայելու ենք, մեր աչքերին չենք հավատալու։ Դա բերելու է զանգվածային շատ ահավոր մեծ հիասթափության, չեմ խտացնում գույները, որի այդ անհաշտ հասարակության մի շերտ չունենալով այլ ընտրանք, հոգնած լինելուց արդեն պայքարել այդ ամեն ինչի դեմ, դիմելու է արտագաղթի եւ Նիկոլ Փաշինյանը իր հերթին։ Նրա ամբողջ քաղաքական կենսագրությունը մեկ բանի մասին է, նա միշտ հանգել է հակառակ արդյունքին ինչ որ ասել է։ Այսինքն, ինչ որ հիմա խոստանում է Նիկոլ Փաշինյանը, խաղաղություն, ինքնիշխանություն չէ, որին հաջորդելու է այդ Նիկոլ Փաշինյանի ասած բոլոր գաղափարների ճիշտ հակառակ արդյունքը։ Պատերազմ նոր, ինքնիշխանության վերջնական կորուստ, հիշեք այս խոսակցությունը։ Եկեք հունիսին հանդիպենք, պարոն Ֆարմանյան, եւ մենք հունիսին կհանդիպենք, բայց մի բան էլ ասեմ ավարտենք, իմ ամբողջ ջանքերը եւ ոչ միայն իմ ուղղված է մեկ բանի, ազդել զարգացումների վրա, քանի դեռ դրա փոքր եւ սուղ ժամանակը կա, իսկ դեռ կա։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Ֆարմանյան, այսպես Նիկոլ Փաշինյանը, այն որ հինրոմ էին ասում, եւ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի։ Շնորհակալություն զրույցի համար, Factor TV-ում հյուրընկալել ենք Սամվել Ֆարմանյանին։